Merci, Monsieur le Premier ministre. Ma dernière question, vous avez parlé de la route Trump, on va y revenir justement. Vous avez énoncé les principes, notamment le respect de l'intégrité territoriale et de la souveraineté et de la réciprocité. Tous les observateurs ont les yeux rivés sur cette route Trump pour connaître les détails, le statut, les détails, les modalités. Est-ce qu'on aurait le plaisir, Monsieur le Premier ministre, d'avoir des détails aujourd'hui même, maintenant, sur l'évolution, sur les modalités de cette route Trump? I said already that the main Ես արդեն ասացի, որ Trip ուղի նախագծի մասին նշված է հռչակագրում, որն ընդունվեց Վաշինգտոնում մեր կողմից։ Այնտեղ նաև նշեցի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը, փոխադարձությունը եւ վերադառնամ ձեր նախորդ հարցին։ Կան որոշ ուժեր, որոնք փորձում են ներկայացնել իբրև արտատարածքայնություն։ Դրա համար որևէ հիմքեր չկան, քանի որ գիտեք, դա հրապարակված փաստաթուղթ է եւ բոլոր հնարավոր սկզբունքները այնտեղ նշված են։ Les négociations en sont où, Monsieur le Premier ministre? Les négociations entre votre gouvernement et le gouvernement américain. Est-ce qu'on a des détails? Մենք աշխատում ենք իրավական հիմքեր ձևավորել հետագա իրագործման համար։ Իհարկե մենք շահագրգռված ենք դրա հնարավորինս շուտ իրականացմամբ եւ մենք աշխատում ենք։ Ամեն օր ենք աշխատում։ Արդեն իսկ փաստաթղթերի վրա, որպեսզի կոնկրետ բանաձևեր համաձայնեցնեն, կոնկրետ պարբերություններ, կետեր եւ այլն։ Եվ գիտեք, իմ գնահատականը հետեւյալն է, որ որևէ խոչընդոտ չկա առաջ շարժվելու եւ այդ նախագիծն իրականացնելու ճանապարհին եւ որ չեն լինի խոչընդոտներ։ Արդեն մի քանի ամիս առաջ դեռ մի քանի ամիս առաջ դա շատ բարդ հարց էր։ Հիմա սա զուտ աշխատանքային խնդիր է, որի վրա մենք աշխատում ենք եւ այն հնարավորինս շուտ կլուծվի, քանի որ գիտեք, միշտ կան բազմաթիվ տեխնիկական հարցեր, կան բազմաթիվ ձևակերպումներ, որոնց վրա մենք աշխատում ենք։ Այսինքն մենք պետք է պատրաստենք պատշաճ դաշտ դա իրականացնելու համար։ Ի նկատի ունեմ այժմ ամեն ինչ առաջ է շարժվում դրական ձևով, որևէ կանխատեսում չկա, որ ինչ-որ բան կանգ կառնի եւ այլն։ Ամեն ինչ կիրականացվի, ես համոզված եմ, որևէ խոչընդոտ չի լինի։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, այս ելույթի համար ես Վրաստանից եմ Մարիա եւ կուզեի ձեզ հարցնել Վրաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների մասին։ Դուք նշեցիք ԱՄՆ-ի տերախաղաղության պայմանագրի հարցում ԱՄՆ կկարողանա նույն դերը ստանձնել նաեւ այլ իրավիճակներով, օրինակ Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունների հակամարտության իրավիճակում ինչ է կարծում ԱՄՆ կկարողանա նաեւ Ռուսաստանին եւ իր ագրեսիան կանգնեցնել։ Ինձ համար գիտեք դժվար է պատասխանել հարցին, որը վերաբերում է ԱՄՆ-ին, Վրաստանին եւ Ռուսաստանին, քանի որ դա ուղղակիորեն մեզ հետ կապված չէ։ Եվ ես կարծում եմ, ես հույս ունեմ, որ միջազգային գործընկերների աջակցությամբ ձեր նշած իրավիճակը կհանգուցալուծվի։ Շնորհակալություն ներածական խոսքի համար, ընդհանրապես ուզում էի հարցնել, ինչը փոխվեց, որ հնարավոր դարձավ հիմա խաղաղության հասնելը, ինչու հնարավոր չէր խաղաղության հասնել նախկինում։ Գիտեք, շատ հետաքրքիր է եւ շատ կարեւոր հարց է սա։ Ինչու, որովհետեւ կարծում եմ չափազանց վաղ է
այդ հարցում եզրակացության հանգելու համար, քանի որ մենք էլ դեռ վերլուծում ենք իրավիճակը, բայց շատ կարևոր մի գործոն կա, որը ես կուզեի նշել։ I would like to mention after some Որոշ ժամանակ հետո կարծում եմ, եւ ես անկեղծ կլինեմ ձեզ հետ, քանի որ մենք երբեք այս նրբությունը Ադրբեջանի հետ չենք քննարկել եւ համոզված չեմ, թե արդյոք իրենք կհամաձայնեն այս գնահատականին, որոշ ժամանակ հետո ես կարծում եմ, I think վերլուծելով համաշխարհային իրավիճակը, տարածաշրջանի իրավիճակը, maybe միգուցե մենք եւ Ադրբեջանը հասկացանք, understood որ that there can be some կարող են լինել որոշ ընդհանուր շահեր, particularly մասնավորապես մենք միգուցե հասկացանք, որ you know վերլուծելով պատմությունը մենք կարողանում ենք տեսնել, որ the destinies of Հարավային Կովկասի երկրների ճակատագրերը are փոխկապակցված են եւ գիտեք, you know it is maybe միգուցե հիմա մեզ դա ավելի տեսանելի է։ and after Տասնամյակների թշնամանքից հետո միգուցե maybe we մենք սկսել ենք հասկանալ, որ understand that there can կարող է ընդհանուր common ground հայտարար լինել ընդհանուր շահերի համար, particularly մասնավորապես developing մեր անկախությունը, ինքնիշխանությունը, մեր պետականությունները ամրապնդելու համար, and հաշվի առնելով, որ պատմությունը ցույց է տվել, որ մենք շահում ենք։ Իմիջիալոց by the way 20-րդ դարի սկզբին 20th century we մենք անկախություն շահեցինք միասին independence together 3 օրերի ընթացքում 3 days in 1918 թվականին ձեռք բերեցինք անկախություն եւ դրանից հետո after that մի քանի տարի հետո մեր անկախությունը our independence միաժամանակ կորցրեցինք Ադրբեջանը, Հայաստանը եւ Վրաստանը մի քանի ամսվա ընթացքում 1991 թվականին մենք անկախություն ձեռք բերեցինք միաժամանակ, միասին եւ միգուցե որոշ ժամանակ անց մենք հասկացանք, understood որ միգուցե կարող է լինել ընդհանուր վտանգ մեր անկախությունների համար and we decided եւ մենք որոշեցինք կենտրոնանալ մեր պետականությունների վրա on the agenda of developing and զարգանալու մեր պետականությունները, մեր անկախությունը, ինքնիշխանությունը պաշտպանելու օրակարգի վրա։ Իմ կարծիքով դա շատ կարևոր գործոն է։ Թեպետ ես համոզված չեմ, I'm not sure that որ our գնահատականը նույնը կլինի Ադրբեջանի պարագայում, Ադրբեջանի կողմից։ Պարոն վարչապետ, շատ հաճելի է հարցս հետևելն է։ Պատմության պատմական համաձայնության գործարքը կարող է առաջին քայլը լինել երկու երկրների եվրոպական ինտեգրման ուղղությամբ։ you know I can't understand on behalf of others Ես and չեմ կարող խոսել Ադրբեջանի փոխարեն եւ դա կոռեկտ չի լինի, but you know that բայց գիտեք, որ մենք Հայաստանում ընդունել ենք Եվրամիությանը Հայաստանի անդամակցության and it is մասին very եւ դա վառ վկայությունն է մեր նկրտումների, մեր հավակնությունների, but you know բայց գիտեք ինչ որ կերպ, ինչ որ առումով somehow սա կապված է with the European տարածաշրջանի մեկ այլ երկրի, Վրաստանի եվրոպական հեռանկարների հետ, քանի որ because why in Armenia Հայաստանում այս օրենքի ընդունումը ինչու հնարավոր դարձավ, քանի որ year ago մեկ տարի առաջ Վրաստանը ստացավ Եվրոպական միության անդամակցության տեխնացու պետության կարգավիճակ։ Եվ գիտեք, ես չեմ կարող ասել, I can't say because it is a kind of քանի որ դա նաև աշխարհագրության հարց է, but for Armenia բայց Հայաստանի պարագայում Վրաստանի եվրոպական հեռանկարները կարծում եմ շատ կարևոր են։ Հետաքրքիր է, թե այս համաձայնությունը ինչպես է ազդում Թուրքիայի հետ ձեր հարաբերությունների վրա եւ արդյոք դուք վերականգնելու եք դիվանագիտական կապերը Թուրքիայի հետ։ Շնորհակալություն։ of course it Ինչ խոսք, brought a positive դա much more positive շատ ավելի our relationship with դրական Turkey
ընթացքի ապահովել Թուրքիայի հետ մեր հարաբերություններում, գիտեք, որ շատ դրական երկխոսություն ունենք մենք։ Ես կարծում եմ, որ արդեն ասացի, որ ես կարծում եմ, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Թուրքիայի հետ եւ մեր Թուրքիայի հետ սահմանի բացումը ընդամենը ժամանակի հարց է։ Քանի որ հիմա որևէ էական խոչընդոտ սահմանի բացման համար, դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար չկա։ Եվ ես կարծում եմ, որ դա տեղի կունենա, թե ինչքան արագ դա տեղի կունենա, արդեն այլ հարց է եւ այլ խնդիր, բայց ես կարծում եմ, որ մենք հասնում ենք մի հանգրվանի, որում կունենանք լիարժեք դիվանագիտական հարաբերություններ, կունենանք բաց սահմաններ, կունենանք տնտեսական համագործակցություն, քաղաքական համագործակցություն եւ կլինենք նորմալ հարևաններ։ Ես հավատում եմ, որ այդ պահը մոտենում է, գալիս է եւ այդ պահը կգա շուտով, բայց թեստույգ երբ ես չեմ կարող ասել հիմա։